Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր պատրաստում են գառի մսով շատ համեղ հարիսա։ Գառան մսով հարիսան մեր ազգային խոհանոցի ամենահին եւ արժեքավոր ուտեստներից է։ Թեպետ այսօր ավելի հաճախ հարիսան պատրաստում են քավի մսով, մեր նախնիները դարեր շարունակ այն առավելապես եփել են գառան մսով, հատկապես տոնական ու ծիսական օրերին։ Այդ ժամանակ հարիսան պարզապես կերակուր չէր, այն ավանդույթի կենդանի խորհրդանիշ էր։ Գառան միսը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով, երկաթով եւ վիտամիններով, շատ առողջարար է եւ սննդարար։ Իսկ թե որքան համեղ, հագեցնող եւ չկրկնվող է այս տեսակի հարիսան, կիմանաք երբ պատրաստեք ինքներդ, դե ինչ ժամանակ չկորցնեք եւ անցնենք գործի։ Մեզ անհրաժեշտ է երկու հիմնական բաղադրիչ՝ ճարպոտ գառան միս, հարիսայի համար նախատեսված սպիտակ ձավար եւ աղ համեմելու համար։ 1.5 կգ մսի համար վերցնում ենք 500 գ ձավար, այսինքն բաղադրիչները պետք է լինեն 3:1 հարաբերությամբ։ Ճարպի կտորները այսպես շատ մանր կտրատում ենք, 5 ժամ եփելու ընթացքում այն ամբողջությամբ հալվում է։ Հարիսայի մեջ յուղ կամ կարագ չենք օգտագործելու, կենդանական ճարպը լրիվ բավարար է։ Հայկական խոհանոցում ամենահամեղ կերակուրները ստացվում են 1-2 բաղադրիչով եւ հարիսան դրանցից մեկն է։ Բարեկամներ, ցանկության դեպքում գառան մսով առանձին կարող եք պատրաստել սոխիեռ եւ վերջում ավելացնել հարիսայի վրա, դա նույնպես հրաշալի տարբերակ է։ Միսը կտրատում ենք, ձավարը մի քանի անգամ լավ լվանում ենք, մինչև ջուրը դառնա թափանցիկ։ Վերցնում ենք հաստ պատերով չուգունե կաթսա, մեջը լցնում ենք ձավարը եւ միսը, ավելացնում ենք 4 լիտր ջուր եւ կաթսան դնում ենք ցածր կրակի վրա։ Բարեկամներ, եթե գառան մսի հոտը չեք սիրում, միսը նախքան օգտագործելը 1 ժամ դրեք թույլ աղաջրի մեջ, այդպես հոտը մեղմանում է։ Ցածր կրակի վրա հարիսան պետք է եփենք 5 ժամ։ Ինչպես գիտեք, գառան միսը եփում է բավականին արագ, 40-ից 50 րոպեի ընթացքում, սակայն պետք է եփենք երկար, որպեսզի ստանանք հարիսային բնորոշ զանգված։ Չմոռանամ նշել, որ եփելու ընթացքում ընդհանրապես չենք խառնում, կխառնենք վերջում մոտ 10-15 րոպե։ 4 ժամ եփելուց հետո հարիսան ունի ահանման տեսք, արգանակը բավականին խիտ եւ կպչուն է, միսը եփված է, ձավարի հատիկները շատ լավ բացվել են։ Համեմում ենք աղով, ավելացնում ենք 1 լիտր եռման ջուր եւ դեռևս չենք խառնում, եփում ենք եւս 30 րոպե։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ ազգային ճաշատեսակներ, նրբահամ խմորեղեններ, տարատեսակ աղցանների բաղադրատոմսեր։ Ինչպես մեր տատիկները, այնպես էլ եւ մենք վերջում սկսում ենք հարիսան փայտե գթալով մի լավ խառնել։ Խառնելու ընթացքում պետք է ստանանք սպիտակ, ձգվող թելիկներով զանգված։ Բարեկամներ, իմ ալիքում կարող եք գտնել հաճարի եւ սպիտակ ձավարով պատրաստվող հարիսայի եւս 2 հրաշալի բաղադրատոմս, որոնք պատրաստվում են հավի մսով։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների եւ մեկնաբանությունների բաժնում, կարող եք անցնել հղումով եւ դիտել տեսանյութերը։ Ես օգտագործել եմ միայն փափկամիս, ցանկության դեպքում կարող եք վերցնել նաեւ ոսկրոտ միս։ Այսպես ջանասիրաբար անընդհատ մոտ 15-20 րոպե խառնում ենք։ Եթե հարիսայի մեջ ոսկորներ չկան, կարող ենք ընտրել ավելի ժամանակակից եւ արագ տարբերակը եւ հարիսան խառնել հարիչով։ Հարիչով հարած հարիսան ավելի միատարր է ստացվում եւ դրա տեսք տարբերվում է ավանդական տարբերակից։ Եթե ժամանակ ունեք, ապա խորհուրդ կտամ խառնել փայտե գթալով, այդպես այն ավելի բնական է ստացվում։ Տեսանյութի մեջ ես ցույց եմ տալիս, թե ինչպես կարելի է հարիսան հարել հարիչով, սակայն ես այն հարել եմ փայտե գթալով մոտ 15 րոպե։ Ես նախընտրում եմ, որ այս կերակուրի մեջ մսի խոշոր կտորներ մնան, այդ պատճառով ընտրում եմ խառնելու ավանդական տարբերակը։ Ճարպի կտորները, ինչպես կարելի էր ենթադրել, ամբողջությամբ հալվել են երկար եփելու արդյունքում։ Վերջում ստանում ենք անզուգական, շատ համեղ, չկրկնվող գառան մսով հարիսա, որի համը չի կարելի համեմատել հավի մսով պատրաստված հարիսայի հետ, քանի որ դրանք շատ տարբեր են։
Այս կերակուրը ունի բավականին մեծ ծննդային արժեք և ճիշտ օգտագործման դեպքում այն շատ օգտակար է։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով հարիսա պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Մատուցում ենք հայկական խոհանոցի գոհարներից մեկը, գարան մսով հարիսան և անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։